Գեներ, բարելուս, որ պատահական տեսա Պուտինի ելույթը, մի մաս ամենայն դեպս Հայաստանի վերաբերվող, ես այդ ձևելը չէի մտածել, գիտեի, որ դե հա նույն ուկրաինական ճանապարհով ա բան սենց, բայց այսքան համընկնու, տեսեք, որ ինքը սկսեց պատմել, ոնց սկսավ ուկրաինական պատմությունը, ես էլ սենց համեմատական տարա ու տեսա բլին, Ուկրաինան ոնց եղավ, մի երկու փոքր բան, կարևոր բան սենց չէի նկատել էլի, ուրեմն ոնց եղավ Ուկրաինան ուզում էր մտնել Եվրոմիություն, հետո զգացի, որ սենց նիտոյա բան, հետո տեղի ունեցավ հեղափոխություն, սենց ասած, իշխանափոխություն, հետո Ղրիմը կորցրին, հետո սկսեց պատերազմ, ջոգում եք տառացիորեն նույն բաները մեր հետ է կատարվում, Սերժը հիշում եք, որ ուզում էր մտնել Եվրոմիություն, եկավ, ինչ-որ տենց նույն օրում հետ գնաց, բայց մտավ ԵԱՏՄ, այդ բանը հիշում եք, նույն բանը դեղելավ, ուզում էր մտնել, հետո ստոպ տվին, դրանից հետո Ուկրաինայում տեղ ունեցավ իշխանափոխություն, հեղափոխություն, դրանից հետո տեղ ունեցավ 18 թիվը մեր մոտ, նույն բանը, դրանից հետո Ուկրաինան կորցրեց Ղրիմը, մենք կորցրեցինք Արցախը, դրանից հետո Ուկրաինան էլի քյալլա գնաց դեպի այն հակառակ թշնամություն Ռուսաստանի, Ղրիմը Ռուսաստանը տարել է, Եվրոպան պաշտպանում է Ուկրաինային ու ասում է քխ չար Ռուսաստան, ինչի տարար Ուկրաինան, հիմա եվրոպացիք մեզ են պաշտպանում, չէ, մենք էլ ասում ենք քխ Ռուսաստան, ինչի բա չեկար մեր տեղը կռվեիր, վեկալեիր տայիր մեզ Արցախը, հիմա վերջի ստադիայում ենք մենք, այնչի համար նաև այս ընտրությունները կարևոր, որովհետև սա ինձ հետո լինելու է պատերազմ, ոչ թե որ Նիկոլը չընտրվի լինելու է պատերազմ, այլ հենց ընտրվի լինելու է պատերազմ, որովհետև հիշեք միշտ իր ասածները, ինքը ինչ ասում է, դրա լրիվ հակառակն է անում, կամ հենց ինքը ինչ ասում է, հենց այդ է լինում, բայց ոչ այն ձևով ինչու որ ինքը ասում է, ոնց ասես, ես չեմ գնա գախնի մի օրում գրեմ Արցախի հանձնման թուղթը, գնաց տոշնի տառացիորեն նույն բանը ասես, չէ, արեց, Մյուս բոլոր հարցը ինչ որ ասել, ասես չի լինի, ասել մենք Միջանցք չենք տալու, չէ, հիշում եք, չի լինելու Միջանցք, ծապ են ալեներ ինչ էր էտել էր ասում, սաղ ասում են, ինչ Միջանցք կար էտի ընդդիմադիրներն են բան անում, սարկում էր գլխին, տարան Միջանցք դրին, այս Նիկոլը չէր ասում, ընդդիմությունը միլիարդներ է ծախսում, որ ժողովրդին համոզի թե իբր ես եկել եմ Արցախը տամ, նույն տարածյուրը նույն բանը ինքը ասեց ազգային ժողովից, ասեց ես այն վաղտ որ եկա գիտեի որ գալիս եմ Արցախը տալու, հիշում եք, այսինքն ինքը ինչ ասում է հենց այդ է լինում, պրոստը ինքը ասում է դա չի լինի, բայց հենց այդ լինում է, ինքը ինչ որ լինում է ասում է, ինչ որ լինելու է ասում է, ինձ ասում է չի լինել, կամ չեմ անի, Հիմա նույն բանն էլ ստեղ ասած, եթե չընտրվեմ, պատերազմ է լինելու սեպտեմբերի, եթե չընտրվեմ պիտի չլսենք, այլ լսենք մենակ այն բանը, ասում է պատերազմ է լինելու ուժեղ սեպտեմբերի Ինքը եթե ընտրվի, վсё, ինգրանք դնելու են լրիվ խաչ քաշը Ռուսաստանի հետ, դառնան թշնամի, ինչ որ Եվրոպան է ուզում։ Ինչի համար, որ ես դեմ եմ Եվրոպային, ոչ թե դեմ եմ օբշի Եվրոպային, այլ այս քայլերի, ես քաղաքականությամբ, որ իրանք ուզում են մեր օգտագործեն իրանց նպատակների համար։ Ու մենք էլ մի հատ տուզիկ ունենք թարսի պես, որը ենթարկվում է իրան, չնայած այդ տուզիկին հենց իրանք են բերել, բայց ամենայն դեպս Այսինքն մենք պետք է նայենք այս որպես վերջին ընտրություն Հայաստանը պատերազմի քաշելու։ Իսկ Հայաստանը պատերազմի որ խառնավ, գիտեք, Ուկրաինայի նման 50 միլիոն չենք, եսիմ ինչքան տարածք չունենք, զենքեր, եսիմ ինչ։ Մեր մոտ պատերազմի ու իրանց նման չենք շրջապատված ծովով կամ բարեկամ պետություններով։ Մեր մոտ արևելք արևմուտք թշնամի է, հյուսիս սենց վիճակա, հարավն էլ վաբշե իրա պրոբլեմները իրան ծով են, կամ հենց հարավի համար է կարա պատերազմը լինի մեր մոտ, մի խոսքով կործանման եզրին ենք, դրա համար պետք է լուրջ վերաբերվել այս ընտրություններին, պետք է ինչքան հնարավոր է մեր միասնությունը ուղղենք ոչ թե Հավայի ինչ-որ սենց ուժերի
էմոցիոնալ ճղճղան եսի ինչ դեմքերի բան, այլ կոնկրետ մի կամ երկու ուժի, որոնք կոնկրետ հակային նիկոլական ուղղությանը ոչ թե պրոստը բան են ուրիշն են լավն են ես մի ոչ այլ հակառակն են նիկոլա ուղղությանը ինձ թվում է հասկացողները հասկացան տենթամենը 2.5 ուժ կա այն երրորդը չգիտեմ սենց ինչ անում են չեն անում բայց դրա մասին էլ խոսանք շատ խոսանք ինձ թվում է ամսի 10-ն այսօր հուսամ որ իրոք այս անգամ բան չի լինի սրանք չեն հաղթի որովհետև մեր երկիրը իրոք կործանման կտանեն սրանք լուրջ կործանման իրանց վեճին չի Զելենսկու վեճին է որ երկիրի կեսը չկա այդքան երիտասարդ տարավ սպանեց իրան վեճին չի գալիս է հայաստանցիներ աթաթաներ տալի բան սարկում է մեր գլխի մի խոսքով ասի կիսվեմ որ այս պահը ունեք ես չէի սենց դրե ժամացույցի նման համեմատել որ այդ հեղափոխությունը գնալը գալը նույնն է տոշնի նույնն է ոնց որ Հայաստանում Հայաստանի պատմությունը այնպես որ պիտի ամեն մեկս գոնե մի հոգու էլ կանանք համոզենք որ դրան չընտրի ընդդիմությանը էլի օգուտ ենք տալու լավ եղեք կհանդիպենք